Հնարավոր է արդյոք, որ չհավաքված սենյակը փրկի 200 միլիոն կյանք։ 1928 թվականին մեկ մարդու ամանները լվանալուց հրաժարվելը մեկն միշտ փոխեց մարդկության պատմության ընթացքը։ Ծանոթացեք Ալեքսանդր Ֆլեմինգի հետ։ Գիտնական, ով որոշեց մեկնել երկշաբաթի արձակուրդի եւ լաբորատորիայում թողեց փորձերի համար նախատեսված կեղտոտ թասիկների մի մեծ կույտ։ Երբ նա վերադարձավ, նկատեց մի տհաճ բան. թասիկներից մեկի վրա սկսել էր աճել տարօրինակ կապտականաչավուն բորբոս։ Բայց ավելի մոտիկից նայելով նա տեսավ մի անհավանական երևույթ. այդ թասիկի վրա աճող մահացու բակտերիաները մեռած էին։ Իրականում բորբոսի շուրջը կար մի հստակ մաքուր շրջան, որտեղ ոչ մի մարդ չէր կարողանում գոյատևել։ Բորբոսը բառացիորեն ոչնչացնում էր վարակը։ Թասիկը լվանալու եւ առաջ անցնելու փոխարեն Ֆլեմինգը կանգ առավ։ Նա հասկացավ, որ այս բորբոսը, փենիսիլիումն ու դատումը արտազատում է մի հզոր նյութ, որը սպանում է ամենավտանգավոր վարակները։ Այդ պատահականությունը դարձավ պենիցիլինը, աշխարհի առաջին հակաբիոտիկը։ Մինչ այդ հայտնագործությունը սովորական քերծվածքը, պատռվածքը կամ անգինան կարող էին մահվան դատավճիռ լինել։ Ըստ հաշվարկների, Ֆլեմինգի անփութությունը մինչ օրս փրկել է ավելի քան 200 միլիոն մարդու կյանք։ Սա դարձավ գիտության պատմության ամենաարդյունավետ սխալը։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ ձեզ կստիպեն հավաքել ձեր սենյակը, ասեք, որ զբաղված եք Նոբելյան մրցանակ շահելով։ Իսկ հիմա ասեք, խնդրեմ, դուք փնտի գիտնականների կողմից եք, թե կատարյալ կարգուկանոնի։ Ինչ եք կարծում։ Արդյոք գիտության մեծագույն հայտնագործությունները եղել են բախտի բերմամբ, թե Ֆլեմինգը պարզապես հանճար էր, ով կարողացավ սովորական բորբոսի մեջ տեսնել խնդրի լուծումը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։